ես քեզ ուղարկել եմ, որ դու Թորոսին գտնես, իսկ դու միջանցքներով ճեմում ես։ Բոլորիդ կտրելու եմ պարգևավճարներից, բոլորիդ, ոչ մեկը արժանի չեք։ Բայց ես Թորոսին էի փնտրում։ Եվ ինչ գտար։ Հա, բուֆետումա։ Բուֆետումա, հա։ Դե թե Թորոսը աշխատանքի ժամին բուֆետում լինի, աշակերտներն էլ հանգիստ կփախչեն։ Դու տես Թորոսի գլխին ես ինչ եմ բերելու։ Վայ, չէ, Թորոսին հանկարծ բան չասես։ Ինչու՞։ Ինչ է պատահել։ Դե որովհետև այդ մարդը վատ է զգում իրան, բուֆետում նստած է, ես ու տիկին աղունը հազիվ ուշքի բերեցինք։ Հաստատ երեխաներն են նրան այդ վիճակի մեջ դրել, երևի թույլ չի տվել, որ դասից փախնեն, նրանք էլ փախել են, Թորոսն էլ վատացել է։ Չէ, մինչև այդ Թորոսը արդեն լավ չի եղել, գնացել է բուֆետ, որ դեղ խմի, ու այդ պահին երեխեք եկել տեսել են մարդ չկա, Թորոսը չկա, փախել են, Թորոսը կապ չունի։ Եթե ամեն ինչ այդպես է եղել, ուրեմն Թորոսը ոչինչ չի տեսել։ Հա, տեսած չի լինի, դու Թորոսին բան մի ասա, քանի նորից չի վատացել, հազիվ հազ գույնը տեղն է եկել։ Դուխին է, ինչ ես մտածում, որ ես այդքան աններբանկատ մարդ եմ։ Ես նվաղում եմ։ Այ, չէ, հետելու բրծ, արի գնենք սենյակ, հա, արի։ Ես ինչ ես առանձնացել։ Ուղղակի ուզում էի մենակ մնալ։ Ինչի շատ բան ունես մտածելու։ Դե քիչ չեն։ Եթե միանամ քեզ, կարող է հանկարծակի մտքի թելը կտրվի։ Չէ, կարող ես մնալ։ Նար, եթե ծանրանում ես, կարանք շուտ դուրս գանք այստեղից, միասին գնանք զբոսնելու։ Բայց ինչի համար։ Ոնց ինչի համար։ Ավելի հետաքրքիր կանցնի։ Համ էլ ինձ քո հետ է հաճելի, քեզ էլ իմ հետ։ Այդքանը հերիք չի։ Տիկ կներես, բայց ինձ թվում է, որ այդ հանդիպումները ճիշտ չեն։ Այսինքն նարը, ինչի համար։ Մենք մոտ ընկերներ ենք, ու ինձ թվում է նորմալ է, որ մոտ ընկերները կարան հաճախակի հանդիպեն կամ լավ ժամանակ անցկացնեն իրար հետ։ Հենց այդ է, որ մենք ուղղակի ընկերներ ենք։ Իսկ այդ հանդիպումները ճիշտ չեն, չափից դուրս շատ են ուղղակի ընկերների համար։ Այսինքն նարը, պարզ խոսա հասկանամ ինչ ես ուզում ասես։ Ինչ որ ուզում էի ասել, արդեն ասեցի։ Նարը ինչ հա եղել, ինչ ես էլի քեզ սենց պահում։ Մի քիչ առաջ ամեն ինչ նորմալ էր։ Հիմա էլ է ամեն ինչ նորմալ։ Մենք շարունակում ենք լավ ընկերներ մնալ։ Ուղղակի առանց հաճախակի հանդիպումների ու շփումների։ Նարը, ես քեզ կարող եմ ինչ-որ հարցում նեղացրել եմ։ Չէ։ Բա ինչ ես քեզ սենց պահում, Նարը։ Դու շատ լավ գիտես, որ շփումների, հանդիպումների կարիքը շատ ունեմ։ Ինչ ես ինձ զրկում այդ ամեն ինչից։ Նորից կասեմ, որովհետև այդ ամեն ինչը չափից դուրս շատ է։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ դա իմ համար։ Նարը, իմ համար քո պահվածքը շատ անսպասելի էր։ Չգիտեմ ինչ ասեմ։ Միգուցե ուղղակի ասես, թե ինչ ես զգում։ Ես չեմ կարող ասեմ, թե ինչ եմ զգում, Նարը։ Չնայած չէ, կասեմ։ Նար, եթե ես քեզ մի օր չեմ տեսնում, քո կարիքը շատ եմ զգում։ Զգում եմ, որ ուզում եմ քո կողքին լինեմ, որովհետև դու շատ խելացի ու լիքը մարդ ես, Նար։ Ու վերջ։ Գիտես, Տիկ, իմ մոտ տպավորություն է, որ դու իմ հետ շփվում ես ուղղակի ինչ-որ մեկին մոռանալու համար։ Նարը, ես քո հետ շփվելուց մենակ մի բանի մասին եմ մոռանում։ Ես մոռանում եմ տուն գնալու մասին։ Ես ուզում եմ ինչքան հնարավոր է քո հետ շատ շփվեմ, շատ ժամանակ անցկացնեմ։ Նարը, ես շատ անկեղծ եմ հիմա քո հետ։ Չգիտեմ, քո հետ ամեն մի վայրկյանը իմ համար շատ կարևոր է։ Այս պահին դու իմ կյանքում ամենակարևոր մարդն ես։ Ամենակարևորը։ Նար, դու օգնում ես, որ ես հասկանամ, թե ինչ եմ զգում։ Օգնում ես, որ հասկանամ իմ ներսի խառնաշփոթի պատասխանը որն է։ Պատասխանները գտնելու համար քեզ ոչ թե իմ ներկայությունն է պետք, այլ բացակայությունը։ Արի մի ընթացք ինչքան կարանք իրարից հեռու մնանք, Տիկ։ Արի չփորձենք խանգարել իրար։ Նար, ես քեզ խանգարում եմ։ Եթե տենց է, չգիտեմ, ես քեզ երբեք ոչ մի վնաս չեմ տա։
Այսինքն հիանալի ծաղիկ եմ բերել քեզ։ Շնորհակալ եմ։ Ասում ինչ լավ արեցինք, չէ՞ եկանք։ Չեմ հիշում, երբ էի սենց խաղաղություն զգացել։ Կուզես Ջորջի հետ խոսամ շուշուտ կազմակերպի սենց թերապիաներ։ Եթե մենք ամեն օր դասից փախնենք, էլ խաղաղություն չի մնա։ Մալս ախր մենք պայմանավորվեցինք, չէ՞, որ էլ ոչ դասից փախնելուց ենք խոսում, ոչ դրա հետևանքները ինչ ես անընդհատ այդ թեման բացում։ Որովհետև դու տեսար բոլորի ծնողները ինչքան էին զանգում։ Մալս, խնդրում եմ քեզ։ Այդ վատ մտքերը հանի մեջիցդ։ Հազիվ իրար հետ ենք, իրար կողք ենք։ Մենք հիմա պետքա մտածենք մեր, այսինքն ուղիղ նայենք ու մտածենք մեր ապագայի մասին, թե ոնց ենք կառուցելու միասին։ Միասին։ Դա կարող է առանձին էիր ուզում։ Չէ, ոնց կարա մտքովը տենց բան անցնի։ Դու ամենակարևոր մարդն ես իմ կյանքում։ Իսկ դու իմ միակն ես, Մալս, իմ միակը ու անկրկնելին։ Մեկ-մեկ որ տխուր եմ լինում, զանգում ես կամ գրում ես, միանգամից տրամադրությունս փոխվում է։ Մալս, բայց ինչ ես դու մեկ-մեկ տխուր լինում։ Ախր դու միշտ պիտի ուրախ լինես ու ես քո սիրուն աչքերը միշտ պիտի ժպտան։ Միշ, ախր իմ կյանքում այնքան շատ են բարդությունները։ Մալս, բոլորիս կյանքում էլ շատ են բարդությունները, ես հասկանում եմ։ Բայց որ միասին լինենք ու միշտ այսպես իրար ձեռք բռնած շարժվենք առաջ, հավատա ամեն դժվարություն հեշտ կտանենք։ Միշտ ես քո ձեռքը երբեք բաց չեմ թողնի։ But now the beauty can't be seen. Դավո, ես քո հետ էլ միջև ուժ ժամը չեմ խոսալու, Նետ ինչի։ որովհետև մաման արդեն ինչ-որ բան է հասկացել, ինչ-որ կասկածներ ունի։ Ամեն անգամ ասում եմ, որ Ռեբեկայի հետ եմ խոսում, բայց ոնց որ արդեն էլ չի հավատում։ Այն չես դու էլ խափում, ճիշտն ասա։ Ոնց ես մտածում, ոնց մամային ասեմ, որ միջև ուժ ժամը մեր դասանի Դավիթի հետ եմ խոսում։ Որ մամայդ ասես քո դասանի Դավիթի հետ ես խոսում, հաստատ կջղայնանա։ Այ որ ասես քո սիրած տղու հետ ես խոսում, հաստատ բան չի ասի։ Բա ոնց։ Հա ինչ, օրինակ մեր տնեցիք գիտեմ, որ ես քո հետ եմ խոսում։ Ու ինչ։ Ու այն, որ մաման ահավոր ներվայնանում է։ Ինչի համար։ Դե ասում ասաղ այդ աղջկա պատճառով է, որ առավոտները չես կարող արթնանաս։ Լուրջ ես դու հիմա խոսում։ Լրիվ լուրջ եմ ասում։ Ոյ մամա ջան, ինչ ամոթ հա։ Վերջ Դավո, սրանից հետո ինձ միջև ժամը 12-ից հետո էլ չգրես։ Ավել ճիշտ չէ, ինչ 12։ Ժամը 11-ին կգրես բարի գիշեր ու դրանից հետո էլ ոչ մի բառ չգրես։ Ինչ ես ծիծաղում։ Վայ մագա, որ մի օր գաս մեզ տուն, չէ, մաման գիտես քեզ ոնց է քոթակելու։ Ինչ ես խոսում։ Լրիվ լուրջ եմ ասում։ Բայց դու ինչ աննորմալն ես։ Ես քո աննորմալն եմ։ Ու պետք է ասես, որ տենց է։ Ինչ ասեմ։ Ասա, որ սիրում ես ինձ։ Չեմ ասի։ Լավ ես մտածեմ ագա։ Դու ոնց որ անկապ տեղից վեճ ես հա սարքում։ Եթե չես ուզում անիմաստ կռիվ լինի, արի այդ 3 բառից կազմված շատ սիրուն նախադասություն ասա ու ես քոնն եմ։ Ես քեզ սիրում եմ։ Չասել էր պարզ էր մագա։ Բայց դու ինչ աննորմալն ես։ Ինչ աղը Ռեբեկա, ինչ ես անտրամադիր, Ինչից ենթադրեցիր չոփ։ դեմքից դա երևում, Չէ, քեզ թվացել է ընդամենը։ ինձ չի թվացել, ընդհանրապես ես վերջին ժամանակներս ինչ-որ անտրամադիր ես, դու քո նման չես, ոնց որ ուրիշ մարդ լինի, Չէ, չոփ, քեզ թվացել է։ Ուղղակի դասերը շատ են, պարապմունքները մի կողմից, նենց որ ամեն ինչ նորմալ է։ դե որ ասում ես կփորձեմ հավատամ, բայց իմացի եթե ինչ-որ օգնության կարիք ունես, չոպիկը կողքդ կանգնած է, Դու երևի Կատրինի լեկցիաների տակ ես հա մնացել։ Կատրին տատիկը շատ ճիշտ բաներ էր ասում, Դե էդ եմ ասում էլ, իր ասածների ազդեցության տակ ես մնացել։
Թորոս ջան, իմացել եմ լավ չես եղել, հիմա ո՞նց ես։ Լավ եմ, Լիդիա ջան, արդեն լավ եմ, անցավ։ Մեծ լավ է, որ լավ ես, բայց ինչ էր եղել։ Չհասկացա, ինձ համար հանգիստ նստած էի, մեկ է սիրտս պատացավ։ Բա բժշկի գնացել ես, ստուգվել ես։ Ասում ես էլ, դատարկ գրպանով ինչ բժիշկ, այ որ մի քիչ պրեմիա տակ հաստատ կգնա։ Թորոս ջան, պարտադիր գնա, առողջության հետ խաղ չեն անում։ Համ էլ ինձ թվում է դու արդեն գերհոգնած ես, դե 20 տարեկան չես, առաջվանը չես, Թորոս ջան։ Ճիշտ ես ասում, 20 տարեկան չեմ, իհարկե, բայց 20 տարեկանի պես վազվզում եմ։ Մեկ դուրնա փչած է, մեկ պատուհաննա փչած է, մեկ ծաղիկա կոտրվել, մեր տանիքնա ծակվել, էլի ես եմ անում վազվզում։ Գիտեմ, Թորոս ջան, ամբողջ օրը վազում ես, գիտեմ։ Գիտես, մտածում եմ, այսքանի օրը Լանջունու հետ խոսեմ, քեզ համար օգնական բերենք։ Մեղ քեզ ամբողջ օրը վազվզում ես, մեկը պիտի լինի հոգսդ կիսի։ Օգնականը գա ինչ անի։ Ոնց ինչ անի։ Դե կգա, գործը կբացատրես, դպրոցին կծանոթացնես, հանձնարարություններ կտաս, դու էլ կնստես Մինչև ինչ։ Դե մինչև ընկնի հունի մեջ, Թորոս ջան։ Չէ, շնորհակալ եմ։ Օգնական պետք չի, ես ինքս մենակ իմ գործերը գլուխ կհանեմ։ Դե լավ, Թորոս ջան, ուրեմն գործի տեղի քեզ լավ նայի, քեզ խնայի։ Մինչև տեսնենք ինչ ենք անում, ամեն դեպքում օգնականի մասին մտածի, ինձ թվում է պետք չի քեզ շատ հոգնեցնենք, հետո էլ չկարողանանք ուշքի բերել։ Լավ, շնորհակալ եմ, բայց մինչև գնալդ մի երկու բան էլ Սաֆարյանից ասա, տեսնենք ոնց է։ Ինչ ասեմ, ամեն ինչ նույնն է։ Հա, դե առողջություն իրան։ Շնորհակալ եմ, Թորոս ջան, Աստված ձայնդ լսի։ Էս լավ չէր, Լիդիայի ասածները հեչ դուրս չեկան։ Սրանց մտքին կա ինձանից ուզում են ազատվել, սրտով եմ զգում, այո։ Երեխեքներինք սենց սրվել, եկեք հավաքվենք գոնը մի բան խաղանք։ Ինչ էլ հավեսում ես չոփ։ Ինչի քո հավեսին ինչ ա եղել։ Անցած անգամ դու չէիր մաֆիայով բոլորի սպանում։ Այդ անցած անգամ էր։ Այս անգամ երևի իրան են սպանել, հա, այն էլ խաղից առաջ։ Ռեբեկա, էլի դու սկսեցիր քեթդ խոթել քեզ չվերաբերվող տեղերում։ Հերիք չի անընդհատ վիճեք։ Երեխեք ճիշտ է ասում, անընդհատ իրար միս եք ուտում։ Դու ուտելուց են կողմ չես անցնում, էլի չոփ։ Լավ կանես դու էլ չափերդ չանցնես, Ռեբեկա։ Հերիք չի անընդհատ վիճեք իրար հետ։ Իրոք որ անտանելի է այս ամեն ինչը։ Իրոք, ավելի լավ է ես գնամ երեխեքին կանչեմ մի խաղ խաղան, քանի վերջնականապես իրարից չեք նեղացել։ Չէ, Շուշան, դու սպասի ես կգնամ։ Աղոն լավ չեմ շուտ արա, բրծի մի բան դուր սիրտս սաղում է շուտ արա։ Էլի սկսեցին այ մարդ, հիմա ինչ ես դերի մեջ մտել։ Բայ դերի մեջ չեմ դերասանություն չեմ անում, շուտ արա մի բան արա, օգնի ինձ, են մորքուրի սրտի դեղերից դուր խմեմ, քանի սիրտս չի կանգնել, շուտ արա։ Դու հիմա լուրջ ես խոսում, այ Ավելի լուրջ չի լինում, շուտ արա։ Ոայ կրակ է այս մարդը, դուք թողնես ես հանգիստ աշխատեմ, թե չէ։ Ոայ կթողնեմ, շուտ արա, դեղը բեր։ Վայ Աստված։
Վախ, ապրես։ Թորոս, գիտես ճիշտն ասած, մեկը հավատս չի գալիս, որ դու վատ ես։ Այ կնիկ չես հասկանում։ Լիդիան քիչ առաջ այնպիսի բան ասեց, որ սիրտս կանգնում է։ Ասում է, քեզ պետք է օգնական բերենք, լանջունուն խնդրենք օգնական բերենք, որովհետև դու ծեր ես, արդեն հոգնում ես, շուտ ես վատան։ Բայց ինչ վատ բան է ասել։ Ավելի լավ, թող քեզ օգնական բերեն, քեզ կօգնի, դու էլ այդքան չես հոգնի։ Բայց ինչ միամիտ կնիկ ես։ Ինչի որ։ Ինձ որ օգնական բերեն, կստիպեն, որ ամբողջ գործ իրան սովորեցնեմ ու ինձ ֆուկ կանեն։ Համ պրեմիայից կզրկվեմ, համ էլ գործից։ Այդպես դրա մասին չէի մտածել։ Ապա ինչ անեմ, որ լանջունին ինձ գործից չանի, հա։ Դե ինչ պիտի անես, Թորոս, պիտի արույգ լինես, պիտի միշտ ժպտերես, բարեհամբույր, բոլորին ընդունես, ճանապարհես, գործդ անտեր ու դուրս չթողնես, որ լանջունին էլ չգատեսնի, տեղում չես, գավրեդ բարկանա։ Այ ճիշտ ես ասում, ապրես ամեն ինչ էլ կանեմ, գնացի։ Այդ հասպասի գոնե ասա իմանամ, հիմա ոնց եղար հետո գնա։ Լավ եմ, արդեն շատ լավ եմ, գնամ, բոլոր ասածները դի կատարած են։ Ой, նամուսնյակս, ой։ Jet black marker pushing harder as you scribble out my face, tarnishing a work of art. Funny how we fall apart. Fool to thinking we were the real thing. Was it just a shiny frame? I thought we were a masterpiece, but I was just imagining. Now I'm collecting dust, so far from what was. We were a thing of beauty, but we faded over time. And now it's like you never knew me. You've erased us from your mind. You took a new color, you covered the portrait underneath. We were a thing of beauty, but now the beauty can't be seen. Color swatches, assessing your options as you move on from me. Were we just a forgery? Trying to be the actual thing. Blank white canvas, peeled off plastic display for all to see. Starting you so hastily, thoughtlessly erasing me. Now I'm collecting dust, so far from what was. We were a thing of beauty, but we faded over time. And now it's like you never knew me. You've erased us from your mind. You took a new color, you covered the portrait underneath. We were a thing of beauty, but now the beauty can't be seen. Though you've read my canvas, hard to stress. I'm learning to refashion it. Every brushstroke getting bolder, brand new me, hardly know her. We were a thing of beauty, but we faded over time. And now it's like you never knew me. You've erased us from your mind. You took a new color, you covered the portrait underneath. We were a thing of beauty, but now the beauty can't be seen.
Բարև։ Ինչպես տեսնում եմ, քեզ մոտ ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել։ Ուզում ես իմանալ ես ոնց եմ։ Լավ չէ։ Շատ վատ եմ։ Այո, շատ վատ։ Գիտես, ես քիչ առաջ Արևշատյանի դասարանում դասի էի։ Շատ լավ էր անցնում դասը։ Խաղաղ ու հանգիստ։ Իսկ դասարան մտավ լանջունին ու ամեն ինչ փչացրեց։ Հասկանում ես, երկար ժամանակ էր ինչ Արևշատյանի դասարանում այդքան խաղաղ ու հանգիստ դաս չէի անցկացրել։ Իսկ լանջունու մուտք այդ դասարան փչացրեց ամեն ինչ։ Ու ես մինչև հոգուս խորքը վիրավորված եմ, նեղված։ Հիմա հասկանում ես կմախ ջան, ես ուղղակի չէի ուզում մատնել երեխաներին այն բանի համար, որ նրանք իմ դասաժամին ներկա չեն, բացակայում են։ Ասեմ ավելի, ես նույնիսկ շատ լուր իմ դասը անցկացնում էի, որպեսզի ոչ ոք չիմանա երեխաների բացակայության համար։ Իսկ լանջոնին եկավ ու ամեն ինչ փչացրեց ու մենակ չփչացրեց, ինձ ասեց, որ երեխաների հետ ինձ եւս պատժելու է, հասկանում ես։ Ընկերս, ես շատ եմ հոգնել անարդարությունից, ես բոլորի հետ ու բոլոր հարցերում միշտ անկեղծ ու ազնիվ եմ լինում, այո, ես բոլորին հարգում եմ, սիրում, ես նույնիսկ գիտեմ, որ մարդիկ իմ բարությունն ու անկեղծությունը երբեմն իմ դեմ են օգտագործում։ Ու երբ մտածում եմ, որ մարդկանց այլևս չի հետաքրքրում այդ սերը, հարգանքը, ես շատ եմ նեղվում, ես նույնիսկ վիրավորվում եմ։ Գիտես, ես նույնիսկ սիրում եմ, հարգում եմ ու անկեղծ եմ այն մարդկանց հետ, ովքեր ինձ չեն սիրում, ովքեր փորձում են ինձ վատություն անեն, ես ներում եմ նրանց, այո, միայն նեղվում եմ, որ այս աշխարհում սերը այլևս ոչ ոքի պետք չէ, այո, գիտես, մարդիկ սկսել են իրար քիչ սիրել, դու կարող ես ինձ պատասխանել ինչու, հա, դե պատասխանիր հարցիս, ինչու մարդիկ իրար չեն սիրում, կարող ես պատասխանել։ Չես կարող։ Այո, որովհետև մարդիկ շատ են փոխվել։ Ես ուզում եմ, որ նրանց մեջ այդ անկեղծությունը վերականգնվի, սերը, փոխադարձ հարգանքը, ավատա շատ լավ կլինի։ Այ ինչպես մեր շփումն է, անկեղծ։ Ես քեզ չեմ խաբում, դու ինձ չես խաբում։ Ահա, ես ինչ կա քեզ պատմում եմ, ճիշտ է։ Իսկ դու չես կարողանում պատասխանել ինձ ու լռում ես, ու ես քո լռությունը հասկանում եմ։ Շուշ, լավ է սազում ա Ջորջի մայկան քեզ, թե կարաս հետ մի տուր։ Մերսի շատ, քեզ էլ է սազում։ Ու ոնց նայում եմ, բոլորին է սազում ա Ջորջի մայկանները։ Ստեղ Ջորջի բախտը հաստատ չբերեց։ Դե համ, կամ էլ մերը։ Համոզված եմ մյուս անգամ Ջորջը մեզ թաց է թողնելու ու իր մայկաները չի տալու։ Այսօրվա ջրոցի հեղինակը Մարին էր։ Եթե Մարին Միշոին չջրեր, հիմա բոլորս չոր կլինեինք։ Հաստատ։ Տես Մարի ջան, ինչքան նեղություն ենք տալիս Ջորջին եւ իր տատիկին։ Չեմ կարծում, որ Ջորջն ու իր տատիկը նեղվում են։ Հա, իրոք։ Երեխա գիտեք, չէ, այսօր խաղի վերջում Ջորջի տատիկը նկարում էր մեզ։ Լուրջ, չեմ նկատել։ Շատ հավես է։ Կխնդրեմ, որ ինչ նկարել է ուղարկի ինձ։ Ձեր մոտ էլ ինչ կա, ուղարկեք, սիրում վիդեո կսարքեմ, հետո բոլորիդ կուղարկեմ։ Վայ մակ շատ լավ կլինի։ Դե եկեք սենց Ջորջի մայկաներով մի հատ սիրուն նկարվենք։ Եկեք։ Ռեբեկա, դու չես գալիս։ Չէ։ Ինչի արի նկարվենք բոլորով։ Մերսի, ես ինձ կարգի կբերեմ, հետո էլի կնկարվենք։ Լավ, ոնց կուզես։ Եկեք մենք նկարվենք։ Նայեք ինչ սիրուն ենք դուրս եկել։ Հա, շատ լավն է։ Այս մեկն էլ է շատ Հա, այս մեկն էլ է շատ սիրուն։ Երեխեք այնքան ուրախ են, որ սենց համերաշխենք։
Մար կներես ինձ, այդ ինչ որ արել եմ քո հանդեպ, ես չգիտեի, որ դու այսքան լավն ես։ Միշո, դու կարակախպես շատ քիչ եղել։ Ճիշտ ասում, Միշ ջան, հաստատ չի եփելու։ Ախպերեն խորոված անողի անեկդոտը գիտեք։ Ասում եմ կարող եք գաք դուք իմ տեղը խորոված անեք, ես այդ տեղը ելնեմ գնամ Մարիս մոտ։ Միշտ դրանց մի լսի։ Եթե հանկարծ չեփի, ամբողջը դու ես ուտելու։ Այ չոբջան, ես ինչքան ես խոսում, այ ախպեր։ Լեզվիդ ես տալի մենակ, մի հատ ձեռներիդ ուշտու գնա, օրինակ կարտոշկա շշի, միշ շշի, պարապ կանգնել ես։ Ուզում էի փորձովս կիսվեի։ Ճիշտ չեմ, լավ ջան։ Այլ Արա չես գնում խոհանոց, գնա գործ արա։ Այ դա։ Տիկ ջան, այսօր ինչ ես մի տեսակ մեռալ։ Կարա ինչ-որ մի բան դուրս չի եկել մեր տանը։ Չէ, ամեն ինչ նորմալ է Ջորջ ջան, հանգիստ եղի, ուղղակի մի քիչ անդրամ եմ։ Ես էլ չեմ հասկանում ինչա կատարվում։ Սրտային հարցեր են, ճիշտն ասա։ Դու հենց գիտես ես հասկանում եմ։ Ամեն ինչն էս խառնվել է իրար։ Իսկ տղեկի հետ ինչ կա։ Ինչ կա։ Դե գիտեմ, որ այդքան մտերիմ չեք ու խնդիրներ ունեք, բայց այսօր ինչ որ ավելի տանակ եք ձեզ պահում։ Չէ, հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է, անլուրջ հարցեր է, կանցնի կգնա։ Okay, ես նենց ուզում եմ, որ դու էլ քեզ լավ զգաս իմ տանը։ Ապրես ախպերս հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է։ Դուք ես եմ տիկի։ Կարոյի մոտ եք, ամուսնուս հետ ամեն ինչ նորմալ է։ Իրականում ես ուրիշ գործով էի եկել, բայց ձեր ամուսնու բժշկի հետ խոսացել եմ ու առողջական վիճակից էլ տեղյակ եմ։ Իսկ ամուսնուս գործից ինչ կա։ Գտակ այդ մարդուն, որ այդ ամեն ինչը կազմակերպել էր։ Ոչինչ չեմ կարող ասել։ Դեռ հետաքննություն է գնում։ Պարոն Հովեյան, դուք գոնե հասկանում եք ով է ձեզ հարցնում։ Ձեզ հարց է տալիս Մակարյանի աղջիկը Մակարյանի փեսայի մասին։ Տիկին, դուք այդպես էլ չհասկացաք, որ ոչ մեկի ազգանունը ինձ մոտ դեր չի խաղում։ Եթե ասում եմ հետաքննություն է գնում, ում քույրը, կինը կամ մորաքույրը ուզում է լինի, միևնույն է, ոչինչ չեմ կարող ասել։ Լավ, պարոն Հովեյան։ Երևի կարիք չկա ասելու, չէ՞ որ դուք շատ կփոշմանեք։ Մի անգամ արդեն ասել եք։ Արդեն ահագին ժամանակա փոշմանած ման եմ գալիս, տիկին։ Ինձ թվում է դուք գիտեք ես ինչերի եմ ընդունակ, ու երևի կարիք չկա ասելու, որ պատասխան եք տալու։ Անհամբեր սրտի թրթիռով կսպասեմ, տիկին։ Հիմար։ Կյանքում չեմ տեսել այնպիսի մի կին կամ աղջիկ, ում կհաջողախոսես, կասես, որ դու ամենագեղեցիկն ես, ինքը կասի, բայ դե լավ, ով է։ Իսկ ինչու հաճախ ես նման հայտարարություններ անում ուրիշ կանանց։
Ռեբեկա այսօր շատ լավ օրենք ունեցել, տրամադրությունս մի փչացրու։ Ես քո տրամադրությունը չեմ փչացնում, Մագա։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ դու պետք չէ այդքան երես տաս այդ Մարիին։ Ես շատ լավ գիտեմ ինչ եմ անում։ Լավ կլինի դու ինձ ուղղություն ցույց չտաս։ Անպայման, ես երկու թույն ֆիլմ եմ առանձնացրել, որ գնանք նայենք։ Սիրուն ջան։ Անգետ ջան, էս ինչ դիմելա ձևա։ Ինչը դուրս չի գալ Ինգետ ջան։ Նախ ես քո ընկերը չեմ։ Երկրորդն ընկերուս հետ ես խոսում։ Ինքը քո համար ոչ մռութ է, ոչ էլ սիրուն։ Եղավ արա։ Ինչի զանգերի չես պատասխանում Նարե։ Էլ չենք շփվում, всё, հա, էլ ընկերներ չենք։ Եթե ես քեզ համար պարզապես ընկեր եմ, ուրեմն ինձ պետք չի այդ ընկերությունը։ Ես մեղավոր չէի, կներես։ Ես ինչ ա եղել։ Ես ինչ ես անում արա։